Խոսքս ուղղում եմ բոլոր կին եւ ամուսին հարաբերություններին, այն հզոր միաբանությունը, որը Աստված կոչում է ընտանիք, զույգ։ Գիտես, Եբրայեցիս 13:4-ում գրված է. ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը սուրբ։ Շնացողներին եւ օրնիկներին Աստված պիտի դատի։ Վարքն առանց արծաթասիրության թող լինի, բավարար համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինձ իսկ ասած, քեզ չեմ թողնելու եւ չեմ լքելու։ Այստեղ երկու կարևոր բանի մասին է խոսում։ Առաջինն այդ ընտանեկան անկողնում սուրբ վերաբերվելը, որ թե կինը եւ թե ամուսինը երբևիցե թույլ չտան, որ այդ անկողներին ուխտը խախտվի։ Դա ուխտ է կնոջ եւ ամուսնու մեջ եւ այդ զույգի եւ Աստծո մեջ։ Եկեք այդ ամուսնական, ընտանեկան անկողինը, ամուսնությունը սուրբ եւ պատվական բարիք եւ վերաբերվենք որպես շատ սուրբ մի նվերի Աստծո կողմից տրված։ Եվ մեր վարքն է թող առանց արծաթասիրության լինի։ Թող գոհություն գա մեր կյանքերում ամեն բանի համար, ինչ որ մենք ունենք։ Տերը բարի է, Աստված մեզ խոստացել է, որ մեզ չի թողնելու եւ չի լքելու։ Ամեն տեսակ գայթակղություններին, թե ֆիզիկական եւ թե ֆինանսական, եկեք ասենք ոչ, եկեք մերժենք այդ ամենը, որպեսզի օրհնված լինենք եւ ժառանգենք եւ երկրի բարիք, եւ ժառանգենք եւ երկրի բարիքները եւ երկինքը որպես խոստում։ Աստված օրհնի ձեր գեղեցիկ ընտանիքները։